Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, չմոռանամ հիշեցնել, ովքեր առաջին անգամ են դիտելու իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքեր, չմոռանալ զանգակ կոճակը և կիսվել ձեր մեկնաբանություններով։ Սիրելիներս, դե գնացինք, ինչ ենք պատրաստելու, այսօր պատրաստելու ենք կոմպոտ և հաց ենք տղելու, դե գնացինք։ Սիրելի հետևորդներ, կոմպոտը փակելուց հետո հիմա էլ հաց ենք թխում, դե գնացինք սիրելիներս։ Եկել է փակելու ժամանակը, շրջանը, ինչ ենք փակելու ենք վիշներ աննա, շպանկա, հա, դե գնացինք։ Տարաները լվացել ենք, շպանկան լվացել ենք, հիմա կլսնենք, որ փակենք։ Ինչքան է հասել Աննա, դերիկունը փակեինք։ Ափսոս, շատ ես թափել։ Չէ, Մելանը ճիշտ ասացել, երեք ասաց պետք է փակեիք, ուտելունը վերցներ, մնացածը փակեիք։ Իմ մտքով էլ չանցավ, որ կարող ասեց հասնի։ Մի գիշերվա մեջ։ Մի քանի հատ գիլաս գցի, չի խանգարում, հերիք, նրանց մեջն էլ ենք համար մի քանի հատ շնորհքի համար գցես։ Տարանը կրիսպետքեր լվացան, ես էլ դնենք, ջուրը դրել ենք եռա, սիրելի հետևորդներ, տարանները չեմ եռացնելու, ջուրը եռացնելու եմ, շաքարավազը լցնել եմ տարանների մեջ, ջուրն էլ եռացնենք ու լցնենք փակենք։ Սիրելի հետևորդներ ջան, այս չաշկա է, էլի բաժակ չի, բաժակիցի շատ է տանում, երևի բաժակու կես շաքարավազ կտանի, մենք է շատ քաղցր չենք խմում, հերիք է, ամեն մեկի սրանով մեկ լցրել եմ։ Սիրելի հետևորդներ, արդեն հերթը հասավ, եռացրած ջուրը լցրեցինք, հերթը հասավ, որ փակենք։ Հիմա կարող ասեք սեղանին խի ես փակում, դժվար է, աթոռ դիր, աթոռի վրա չկա տենց աթոռ, վերացվել է։ Այն ժամանակվա աթոռներից չկա, որ դնեմ վրին սիրում փակեմ։ Ճարահատյալ սենց եմ փակում, բայց ոչինչ։ Ամեն տարի էլ սեղանին եմ փակում, լավ էլ փակվում է։ Շտա մի քիչ հեշտ չի, հիմա ասեց պարկեցրի, դենամ ջուրը կաթում է, թե չէ, չէ, ջուր չկա, ուրեմն լավ է, շուռ ենք տալի այսից, որ հետո ծածենք, հիմա էլ ես մեկն ենք փակում, սխվում ենք, մեզ զակատը հին զակատից է, լաթազին չեմ առել, որովհետև սա օգտագործվում է, չեմ ուզում գցել,
թազեն առնել, երբ որ չի փակի, նոր թազան կվերցնենք։ Այդ թազանները հեշտ է, ավելի հեշտ է փակվում։ Գիտեմ։ Դել ստուգենք։ Էս էլ փակվեց։ Սիրելի հետևորդներ, երեկվա մեր փակած կոմպոտներն են բալի, ամբողջ գիշեր մնացել է, տեսեք ինչ լավ գույնը տեղը, ապահով, սիրելի հետևորդներ, ոմանք դուք տեսակ չէ, որ ես ջուրը եռացրած լցրի, փակեցի, իսկ ասենք թե եւ անում ենք, որ քաղցրաջուրը բռնում ենք, քաղցրաջուրը լցնում, այդ րոպեին փակում ենք, բայց որպեսզի մեր գործը մի քիչ հեշտ լինի, շուտ վերջացնենք, տարբերություն չկա, ասեմ, որ ջուրը եռացրեցի, լցրեցի, փակեցի, մի հատ կաթիլ ջուր չի կաթացել, ապահով կմնա մի տարուց ավել կմնա, ոչ բան չի լինի։ Շատերը ասում են, որ դա ճիշտ չի, սենց չի, հիմա ամեն մեկը իրան ճաշակով, ես այս ձևի պատրաստեցի, առաջին անգամը չի, տարիներով այս ձևի եմ փակել ու ոչ մի, ասենք, այդպես վտանգավոր բան չեմ տեսել։ Ես էլ այսքանը, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, սկզբից չմիացանք իրար, հացի խմոր եմ պատրաստում, մի ուրիշ հաց է, ասենք էլ նույն պատրաստած հացերից չի, նույն մեկ ճաշի կթալ դրոժնա, մեկ ճաշի կթալ շաքարավազ, երկու ճաշի կթալ բուսական յուղ և մի պտղունց աղ։ Հիմա տեսեք սիրելիներս, ես ձեռքերով չեմ հունցում այս խմորը, այսպես միջև վերջ շերեփի օգնությամբ եմ պատրաստելու։ Մի քիչ էլ ալյուր ուզում, մի քիչ, երևի արդեն վերջն է, որ դնենք հասունանա։ Երևի այն մյուսը վերցնեմ, սա ավելի պինդ է։ Սկերեմ սրանով։ Խմորը արդեն պատրաստ է, հենց սենց էլ կդնենք, որ հասունանա։ Միշտ ես ասել եմ, որ ես դնում եմ ջեռուցում, 50 աստիճանի տակ եմ դնում, տաքանում է, և դնում եմ շուտ հասունանում է, որպեսզի ավելորդ ժամանակ չկորցնենք, սերի հետևորդներ։ Սա էլ այսպես։ Մի հատ խաչ ենք անում, ուղարկում ենք հասունանալու։ Բերանը թափում ենք, ծածկում ենք բերանը։
ուղարկում եմ ջեռուց։ Սիրելի հետևորդներ, մեր խմորը արդեն պատրաստ է, հասունացել, մեզ է սպասում, որ թխենք։ Սիրելի հետևորդներ, հատ պղպջակները հանենք։ Բաժանում ենք 4 մասի։ Հիմա գնդում ենք։ Ու դնում ենք հրախ։ That's մեկը։ Սիրելի հետևորդներ, հիմա արդեն ասեմ ինչ ենք անում։ Հիմա այս մեր գունդը հացի անցք ենք անում, այսենց անցք ենք անում ու դնում ենք յուղաթղթի վրա։ 4-ն է պետք է դնենք։ Ես այս մեթոդը վերցրել եմ մի ուրիշ երկրից, երկրի անունը չեմ ուզում տամ, որ խոսակցություն չընկնի, որ այս տեսակ հացերը այդ երկրում շատ են վաճառվում։ Ինքը կոչվում է պինդ հաց, այսինքն։ Հիմա վրան շոր ենք գցելու, մի քիչ էլ հասունանա, անոր դնենք թխելու սիրելի հետևորդներ։ Կմիանանք, երբ որ պատրաստ լինի։ Սիրելի հետևորդներ, արդեն մեր խմորը հասել են վիճակի, որ պետք է թխենք արդեն։ Հիմա այս խմորի առավելությունը ինչ է։ Նույն մեր հիմա պրաստարիներում, երբ որ մայրս հաց էր թխում, նույն ձևով երեսը ալյուրաջուր էր քսում։ Նույնն էր սա է։ Ալյուրաջուր էր քսում ու տենց էինք թխում։ Հիմա ջեռուցի ես դնեմ ավելի ուժ եղանա 250-ի տակ, որ դնենք թխվի։
Այսպես ջուր ենք քսում։ Սա կոչվում է պինդ հաց։ Դե գյուղերում էր որ հաց էինք թխում, այդ հացը մի շաբաթ ուտում էինք, շորով ծածկում էին, հատուկ իրան շորը ուներ, հաց շորեր, որ շուտ չչորանա։ Իսկ այն վերջի մնացած հացը, որ 7-րդ 8-րդ օրն էր, այդ չոր հացը կոնչոլ էինք պատրաստում, էջև որ հացը թխվի։ Համարյա այս նույն վարիանտն է։ Հիմա տեղափոխում ենք մեր հացը թխվի։ Սիրելի հետևորդներ ջան, սա էլ մեր հացերը։ Տակով վրով լավ թխվել է։ Մնում է դնեմ հովանա, նոր կտրենք։ Իրարից կպած է, ստեղ էլ է կպած փոքվում է եզրերը, տեսրա եզրը փոքվեց, ոչինչ։ Շատ համով հաց հայերը։ Սենց իրարից հեռու դնենք, չկհովանա, սիրելի հետևորդներ, նորից կմիանանք։ Հենց էլ է երևում, որ նորմալ թխված է այս կողմից։ Հիմա դրեցի սինիի մեջ, այսպես իրարից հեռու, տաք հացերը վաբշե իրարից հեռու են դնում, որ իրար չխանգարեն, ցեղ չդառնա, էլի առանձին հովանա։ Էլի կմիանանք իրար, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ ջան, դեսերանը վերջացրեցինք, եզրափակեցինք մեր հոլովակը։ Սիրելիներս խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, ովքեր առաջին անգամ են իհարկե դիտում, շնորհակալ եմ բոլորիցս, շնորհակալ եմ ձեր գերազանց մեկնաբանությունների համար, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակի։ Ստեսյուն ձեզ։